Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է այսօր, ինչպես եք նրան հիշում։ Ես նախ ուզում եմ շնորհավորել Սպարապետի երկնային ծնունդը եւ ուզում եմ ցավակցել Իսրայելի Իրանական Հանրապետ Իրանի Իսլամական Հանրապետության անմեղ զոհերին, ընդհանրապես անմեղ զոհերին, քանի որ այս պատերազմը ուրիշ պատերազմ է, հերթիթային պատերազմ է եւ անմեղ զոհեր շատ են լինում։ Սպարապետին հիշում ենք իր արած գործով, իր գործունեությամբ, որ Սպարապետը կարողացավ համախմբել մեզ բոլորիս, երկրապաներին, տարբեր ջոկատների, տարիների ընթացքում դուք չեք էլ ծնվել երևի, տարբեր կարգի ջոկատներ կան, առանձին կային, որ Սպարապետը կարա մեզ բոլորիս համախմբել, եւ մենք Արցախյան ազատամարտում տարանք հաղթանակ եւ երկրապահի հիմքի վրա ձևավորվեց հայոց բանակը։ Պարոն Միքայելյան, արդյոք այսօրվա Հայաստանը Սպարապետի երազած Հայաստանն է, առանց Արցախի, առանց հպարտության, ինչ կարող եք ասել։ Դե բնական է ոչ բոլորիս երազած Հայաստանն է սա, բայց մեղավորներին դուք հարցրեք։ Մենք Սպարապետի գերխավորությամբ մեր գործը փայլուն կատարել ենք, ազատագրել ենք մեր տարածքները եւ հետագայում քաղաքական դաշտում պետք է ամեն ինչ կարգավորել, պետք է զորանայինք, պետք է եթե հնարավորություն չկար, բոլորն էլ գիտակցում են նախորդ նախագաները, որ բանակցային փուլով ոչ մի հարց չի լուծի, պետք է գոնե թշնամուն, եթե ոչ հավասար, գոնե պաշտպանողական բանով կարողանենք մենք զինվենք, որ պաշտպանվենք։ Իսկ ինչ վերաբերվում է թե դուք հարցրեք նրանց, թե հողը ոնց տվին, նախորդ իշխանությունները հենց այս ժամանակի ընթացքում, դե եթե վերցնենք հոկտեմբերի 27-ն էլ էր, հենց սա հոկտեմբերի 27-ի շարունակությունն էր, հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք, եւ այդ Ուչասկովի գործը, որ պետք է բացահայտվեր, մինչև այսօր չի բացահայտվել, եւ մենք պահանջատեր ենք երկրապաներս, որ 27-ի գործը բացահայտվի։ Միքայելյան, այլ մեղավորներից եք խոսում, օրինակ կարտիկներ կան եւ հիմա էլ հաստատ մեծ դիտողներն էլ այդ հարցում են։ Ասում են մեղավորներից մեկն է Նիկոլ Փաշինյանը եւ նա էլ է պարբերաբար հայտարարում, որ սխալվել է, որ ասել է Արցախ Հայաստանը, դա Ադրբեջանը ավելին հղում է անում ինչ-որ փաստաթղթեր դեռևս 90-ականներից։ Այս համատեքստում օրինակ դուք իր հետ էլ շփվում եք, տեսնում եք ավտոբուսով էլ գնում եք մարզերը արդեն սկսվել է։ Դուք որպես մեղավորներից մեկը նրան այդ հարց ուղում եք, ինչու է Արցախը համարում Ադրբեջան։ Ես մի հատ բան եմ հասկացել տարիների ընթացքում, որ լուր ու մունջ հանգիստ իմ ծառայությունն եմ տանում իմ երկրապահի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում, որտեղ այսօրվա իրավիճակով մենք ոչ կարանք, չգիտեմ, ամբողոր բառեր ասենք, ես կվերցնենք, մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, մինչև գնանք խաղաղության, ինչու՞ չէ նաև պայմանագրին, սահմանազատման գնանք, որից մի կտոր հողը կարողանանք պահենք։ Այդ էս գորգրում են, երևի մեքանում այդ փող են տված, եկե գորգրում է, հերոսա։ Մեր կարվող տղերքից ցավը ոչ մի չի կարա տանի։ Մենք ենք հաղթանակած բանակի զինվոր, այսօր այս կարգավիճակն է, բայց այսօր ուտենում եք մեր շուրջ ինչ է կատարում։ Շուրջ բոլորը մեր վեց ծերությունների վերադասավարելություն, այսօր մենք պետք է խելոք լինենք, այսօր մենք պետք է կարգապահ լինենք, այսօր մենք համախմբված լինենք, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, մենք էսիկ պահենք, հետո պարզ կլինի ինչ պետք է լինի։ Ջանի վաղվա օրը ոչ մեկ չգիտի ինչ անում։ Կան այդ մասով, հա, հրաժարվել։ Կա որևէ մեկը, որ հրաժարվի Արցախից։ Դե մի դուք իմիտացիոն հարցեր մի տվեք։ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է, որ այսօր մեր երկրում այս պահին խաղաղությունն է։ Պատկերացրեք, եթե արտաքին քաղաքականությունը նորմալ չվարվեր, ինչ վիճակում կլիներ Հայաստանի Հանրապետությունը։ Լինելու իր աշխարհագրական դիրքով էլ չմանրանամ, ումացով ենք մենք շրջափակված։ Երեք Արման Թաթոյանը քարտեզներ հրապարակեց, հստակ դիրքերը ցույց տվեց, որ 2025 թվականի ամռանը Գեղարքունիքի կողմից հակառակորդը առաջխաղացում է ունեցել։ 25 թվականին դա հեքիաթ է։ Դա հեքիաթ է, մեր
մի գումարտակ այդ ուղղությամբ կանգնած, չուզեմ ուզում անվանական ասեմ, նման բան չեղել։ Եվ վերջերս էլի Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը կստորագրի, եթե Հայաստանում սահմանադրություն փոխվի։ Այսինքն, սակայն իշխանությունները հայտնում են, որ արդեն իսկ հաստատված է խաղաղությունը, բայց թուղթ չկա ստորագրված փաստացի։ Ադրբեջանի նախագահն դուք տենում եք ամեն անգամ մի բաներում խոսում է։ Մեկ համաձայնում է պայմանագիր եք ստորագրենք, բայց ստորագրված է, հետո ուրիշ բան է։ Դրա համար մենք պետք է խելոք լինենք ամեն հարցին, մենք չսենց պրպտենք, մտնենք, փորփրենք, քանդենք, որ հանգիստ, նորմալ, զուսպ մենք պիտի կարողանանք առաջ գնանք հատկապես նորից եմ կրկնում հիմա։ Պարոն Միքայելյան, տարածաշրջանով պայմանավորված իրադարձություններով եւ հատկապես հարևան Իրանում տեղի ունեցող պատերազմի շրջանակներում դուք տեսնում եք վտանգներ Հայաստանի համար պատերազմ ինչքանով եք հավանական համարում, որ վտանգը կհասնի նաեւ Հայաստան։ Չարաց է պատերազմ լինի, ես ասի Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր բարեկամ երկիրն է երկար տարիներ եւ մենք այսօր պետք է մի քիչ խելոք լինենք հանգիստ լինենք, իրավիճակի լրջությունը հասկանանք, համախմբենք, միավորվենք, խելոք, նորմալ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, որտեղ կարող է շատ վաղը չգիտես ինչ կլինի։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք, խելոք լինենք, որպեսզի կարողանանք քաղաքականապես հիմնականում դիվանագետորեն պետք է հիմնականում դիմակայենք, ոչ թե զենքով, թրով, ասել կոռում են։ Լես մարդուն ասեք թե եկել այդ երկրապան։ Կներեք։ Ինչու նման վարքել։ Ինքը միշտ գալիս եմ ամեն անգամ ստեղ ինքը։ Բա թող գնդե մի օր, թողա դիրքեր ասի Միքայելյան, ես ինչ ես եկել ստեղ։ Հələ թող գնդե, թողա մտնի երկրապա։ Ես չեմ թողում Վազգենը հարգելը չի նշանակում, որ գազ թռնես մարդու երեսին ցույց տաս, որ ինչ է ժողովուրդն էլ տենա ուրիշ կարծիք ձևավորվի ժողովրդի մեջ։ Երկրապահը Հայաստանի Հանրապետության պետական սահմանները այն ժամանակ, որ եկան մտան ազգային ժողով ջարդին, եկան մտան խորհրդարան բանը ջարդին, կառավարության շենքը ջարդին, որ ընդ հայի արումներ թափվում, միսու արումներ թափվում։ Այստեղ այդ հերոսները եկան, որ հոկտեմբերի 27 սարքին, որ Նիկոլ Փաշինյանն էլ խփին լրիվ գործին իր վրա, կոչկին, որ դավաճան այսենա։ Բայց այս անգամ իրանց հաստված կամեցավ, չհաջողվեց, որովհետև եթե այսօր մենք քիչ առաջ որ ասի, այս արդեն 6-րդ տարին է, 20 թվականից մինչև հիմա մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, երկրապահը լուռ ու մունջ, երկրապահը գիտակցում է, իրավիճակի լրջությունը իր գործն անում, եթե ամեն մարդ իր դաշտում թե քաղաքական, թե դիվանագիտական, թե տարբեր ուղղություններով իր գործն անի, ամեն ինչ նորմալ կլինի։ Իսկ այսօր այս սութի մութի խոսալը բանը